Սովետների ժամանակ մի քանի բանաստեղծություններ էին ներկայացրել խմբագրություն և չէին տպագրել։ Պատճառը ոչ թե գաղափարական էր, այլ լեզվամտածողություններ տարբեր։ Սովետական միությունը արդեն չկար, բանաստեղծություններ ներկայացրեցին մի խմբագրություն։ Երբ տարա պոեզիայի բաժնի վարիչը այնտեղ չէր։ Բայց երբ ասեցին ով է, պարզվեց, որ ծանոթ էր։ Ծանոթ էր այն մակարդակով, որ փողոցում պարզապես բարևում էինք իրար։ Իսկ տղաներից մեկը, ով որ այնտեղ էր և նյութը վերցրեց, երբ աչք նետեց նյութին, դեմքը խոժոռեց։ Արդեն զգացի, որ ճաշակները նույնն է և ամենայն հավանականությամբ չեն տպագրելու։ Բայց թողեց այդ մարդու սեղանին։ Անցավ 1-2 ամիս, ընդհանրապես այսպիսի պրակտիկա կա, նյութի տակ թողում են հեռախոսի համար, եթե տպագրվելու է։ Զանգում, ասում են, որ պետք է խմբագրել, ներկայացիր։ Զանգ չեկավ, անցավ 1-2 ամիս, այդ պոեզիայի բաժնի վարիչին փողոցում տեսա։ Պատկերացնում եք, մինչև այդ, որ բարևում էր, զարմացած ինձ նայեց և ոտքից գլուխ չափեց, ապա հեռացավ։ Հասկացա, որ պատճառը այդ բանաստեղծություններն են։ Եվ հասկացա, որ դեռ Սովետական միության չափանիշների տակ է այդ մարդը։ Մտածեցի նաև, որ եթե այս բանաստեղծությունները 30-ական թվականներին ներկայացնեի, երևի կդիմեր NKVD և ինձ կտանեին, որպես տարօրինակ լեզվամտածողությամբ մարդու։ Ասեմ նաև, որ տվյալ բանաստեղծությունները, որի մասին ասում եմ, հետագայում տպագրվեցին։ Նրան ինձ ցանկություն կար, որ երկրորդ, երրորդ անգամ տպագրեին, բայց ես դեմ էի դրան։ Իսկ նյութի վերնագիրը դրեցի Ղանթևոս, քանի որ սովետական շրջանում մի ծանոթ ունեի, ինչքան հիմար մարդ էր տեսնում, ասում էր հա այն Ղանթևոսը։ Այսպես էլ այդ Ղանթևոսը մնաց հիշողությանս մեջ մինչև այժմ։